19 քաղաքական ուժ, 17 կուսակցություն և 2 դաշինք հայտ է ներկայացրել ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու։ Ինչ քաղաքական ուժեր են սրանք, ինչ անցյալ ունեն, ովքեր են գլխավորում այս ուժերի նախընտրական ցուցակները։ 2013 թվականի հունվարի 24-ին այդ ժամանակ ազգային ժողովի падգամավոր Նիկոլ Փաշինյանը հայկական ժամանակ օրաթերթում հրապարակեց քաղաքացիական պայմանագիր վերնագրով փաստաթուղթ, քաղաքացիներին կոչ անելով միանալ դրան։ Այսպես ստեղծվեց քաղաքացիական պայմանագիրը որպես հանրային քաղաքական միավորում, որն էլ 2015-ին դարձավ կուսակցություն։ Կուսակցությունն առաջին անգամ խորհրդարանական ընտրություններին մասնակցեց 2017 թվականին, ելք դաշինքի կազմում։ Դաշինքը ստացավ ձայների 7.78%-ը և խորհրդարանում ներկայացավ 9 падգամավորով, 4-ը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից։ 2018 թվականի սկզբին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է երրորդ ժամկետով առաջադրվել վարչապետի թեկնածու։ 2018 թվականի մարտի 31-ին Գյումրիի Վարդանանց հրապարակից Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկեց քայլարշավ դեպի Երևան։ «Իմ քայլը» քայլերթը հանգեցրեց Սերժ Սարգսյանի հրաժարականին։ 2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ընտրություններին առաքելություն կուսակցության հետ մասնակցեց «Իմ քայլը» դաշինքով, որը ստացավ քվեարկությանը մասնակցած ընտրողների ավելի քան 70%-ի ձայները և ձևավորեց բացարձակ խորհրդարանական մեծամասնություն։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ն ստացավ ձայների 53.1%-ը։ 2026-ի ընտրություններին ՔՊ-ի նախընտրական ցուցակը կրկին կգլխավորի Նիկոլ Փաշինյանը։